Ժողովրդի իշխանական աղբյուրների փոխանցմամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող ազգային բարերար խոշոր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը եւ նրան հնարավորություն տալ դուրս գալ ակտիվ քաղաքական դաշտ։ Կարճ ասած, իշխանության հաշվարկը պարզ է։ Կարապետյանի ազատությունը քաղաքական տեխնոլոգիա է, այլ ոչ իրավաբանություն կամ արդարադատություն։ Թե երբ կկայացվի խափանման միջոցի փոփոխության վերջնական որոշումը, թերթի աղբյուրները հստակ ժամկետներ չեն նշել, սակայն քարոզարշավին մասնակցելու հնարավորություն նրան կտրվի։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի հատիկ առ հատիկ հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան։ Այս անգամ ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Սևանում գտնվող հարսնաքար համալիրի վերաբերյալ։ Հայրապետյանի եւ նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա, ենթադրյալ ապօրինի գույքերը բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։ Հետաքրքիր է, որ հարսնաքարի դրվագն առանձնացրել են եւ գույքը խլելու հայցը ներկայացվել է հարսնաքար ՍՊ-ի եւ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ 2.5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ մի իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հեկտար հողամասի վարձակալության պայմանագիր եւ դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա առկա գույքերն օտարել Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին, խոսքը հենց հարսնաքարի տարածքի մասին էր։ Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երևի միայն Վարդապետյանին է հայտնի։ Հրապարակը գրում է. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ վերջերս ասել էր, թե հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին կհայտարարի մարտի կեսերին, իրականում ցանկություն չունի մասնակցելու դրան։ Նրա մտերիմներից մեկը թերթի հետ մասնավոր զրույցում անկեղծացել է, որ Սյամոն լավ գիտի, որ ինքն ընդունելի չէ ոչ արցախցիների, ոչ հայաստանցիների շրջանում, սակայն եթե խնդրեն, որոշեն, որ ինքը պետք է խաղի մեջ մտնի, որոշակի խոստումներ տան հետագայի հետ կապված, ապա չի մերժի։ Վաղարշաբաթի ընտրություններին նրա մասնակցությունը շոշափելի արդյունք չբերեց, եւ քաղաքական դաշտում հասկացան, որ կամանդոյիչին, եթե անգամ որպես անհատ կշիռ ունի, ապա էլեկտորալ առումով չունի։ Իհարկե խնդրելը եւ խաղի մեջ մտցնելը ենթադրում են նաեւ ֆինանսական աջակցություն նախընտրական ծախսերի հարցում։ Փաստը գրում է. Վրաստան-Հայաստան սահմանին ստեղծված իրավիճակը, որը փետրվարի 12-ից ի վեր լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել հայկական բիզնեսին, աստիճանաբար դուրս է գալիս սովորական մաքսային կամ լոգիստիկ բարդության շրջանակներից։ Վերջին օրերին մի շարք հայ գործարարների հետ կապ են հաստատել վրացական վերնախավի առանձին ներկայացուցիչներ, այդ թվում Իվանիշվիլիի մերձավոր շրջանակների ներկայացուցիչներ, առաջարկելով տարբեր լուծումներ սահմանին առաջացած խնդիրների շուրջ։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ խոսքը ոչ պաշտոնական միջամտությունների, արագացված անցումների եւ անհատական պայմանավորվածությունների հնարավորությունների մասին է։ Գործարարներին ակնարկվում է, որ խնդիրը կարող է կարգավորվել ոչ թե միջպետական բանակցությունների, այլ կոնկրետ շփումների եւ համապատասխան ճկունության միջոցով։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա գործ ունենք վտանգավոր նախադեպի հետ։ Սահմանը վերածվում է ազդեցության եւ լոբիստական ռեսուրսների բաշխման գործիքի։ Բիզնեսի համար ստեղծվում է անհավասար մրցակցային միջավայր, իսկ պետական մակարդակով չլուծված հարցերը տեղափոխվում են կուլիսային դաշտ։ Ժողովուրդը գրում է. Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի մարտի 16-ին։ Թերթը ուսումնասիրել է նրա 2024 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որը համադրության մեջ հարցեր է առաջացնում։ 2024 թվականի հայտարարագրում Հակոբյանը նշել է, որ երկու անշարժ գույք ունի։ Առաջինը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան ձեռք բերված 2000 թվականին, որը 2024 թվականի օգոստոսի 1-ին վաճառվել է 41 միլիոն դրամով։ Երկրորդ գույքը գտնվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, փաստացի տիրապետվող բնակարան, սակայն սեփականության իրավունքի կրողի մասին տվյալ չկա։ Այլ կերպ ասած, փոխոստիկանապետը բնակվում կամ օգտագործում է գույք, որի իրավական սեփականատերը չէ։ Հակոբյանի կինը Մարինե Բաղդասարյանը աշխատում է նույն համակարգում, ներքին գործերի նախարարության ոստիկանությունում,
որպես ՀԿՀ ավագ տեսուչ։ Նա աշխատում է այն կառույցում, որի ղեկավար կազմում է իր ամուսինը։ Այսպիսով տարեվերջին փոխոստիկանապետը հայտարարագրել է 12.7 միլիոն դրամ կանխիկ, 1.36 միլիոն դրամ բանկում, 4.83 միլիոն դրամ վարկային պարտավորություն։ Հայտարարագիրը թվերով ամբողջական է, սակայն թվերի համադրությունը ստեղծում է պատկեր, որը ունի պարզաբանման կարիք։ Հրապարակը գրում է. անցած կիրակի Սևան քաղաքի Սրբոց հրեշտակապետաց եկեղեցում Փաշինյանի մասնակցության պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են, ոչ մի կերպ չեն հասկանում։ Արդյոք շեֆը ձեռքերը լվացել է եկեղեցու եւ վեհափառի դեմ արշավից, թե դադար է վերցրել մեծ պատերազմից առաջ եւ չի ուզում ընտրող կորցնել։ ՔՊ-ի ներսում հակված են նրան, որ առնվազն հրադադար կկնքվի այս փուլում եւ կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո, եթե հունիսի 7-ին իրենք հաղթեն, հարցն ինքն իրեն կլուծվի եւ վեհափառն ինքնակամ կհեռանա։ Իսկ այս փուլում արշավը շարունակելը կարող է իրենցից ձայներ տանել, ուստի պետք է դադար առնել։ Խորհրդարանական ընտրություններից առաջ եկեղեցու դեմ արշավը միայն վնասում է իրենց վարկանիշին։